Պարոն Բագրատյան, արդեն 5 օր է փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է համաշխարհային նավթի ավելի քան 20%, արդեն տեղեկություններ կան նավթի գների աննախադեպ աճի մասին։ Ձեր տեղեկություններով ինչ իրադրություն է նավթի համաշխարհային շուկայում։ Նավթի համաշխարհային շուկայում մենք ունենք գների բարձրացում, երևի եթե նայում ենք բարելի գինը $70 անցել է, մոտենում է 80-ին, բայց ավելի ծանր է գազի վիճակը, գազը ավելի բարձր շուկա է, քան թե նավթը, գազի պարագայում դուք հասկանում եք, այսինքն եթե գազ չկա եւ գազի մեծ մասը Եվրոպան ստանում էր Միացյալ Նահանգներից նավերով, այդ նավերը դրանք հատուկ նավեր են, SPG նավերը, դրանք չես կարող կրկնապատկել, քառապատկել եւ այլն։ Ինչ վերաբերում է նավթին, նավթը ավելի փոխարինվող ռեսուրս է եւ հիմա փորձում են նավթի այդ դեֆիցիտը 20%-անոց վերացնել Վենեսուելայի նավթի արտահանման ավելացման, ինչպես նաեւ Ռուսաստանից նավթի արտահանման ավելացման հաշվին, փորձում են նաեւ փոխել արտադրության ծավալները Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։ Ընդհանուր առմամբ այսօր վիճակը այսպիսին է, կարելի է արձանագրել, որ մենք ունենք նավթի ավելի քան 20%-անոց գնի բարձրացում, միջին հաշվով գազը տարբեր է, Մեծ Բրիտանիայում արդեն բարձրացել է 40%, Եվրոպայում 15%, Ուկրաինայում օրինակ 1 լիտր բենզինը այս 5 օրվա ընթացքում 50 գրիվնայից դառել է 73 գրիվնա։ Հայաստանի նման պետությունը նման փոփոխություններ չի զգացել, որովհետև այդ բոլորը ստանում է Ռուսաստանից եւ մինչեւ Էտելերեժան ստանում եւ այս ընթացքում ռուսական կողմը ոչ մի հայտարարություն չի արել դեպի Հայաստան առաքող գազի կամ նավթի, ավելի ճիշտ նավթամթերքների գների բարձրացման վերաբերյալ։ Պարոն Բագրատյան, դեռ անհասկանալի է, թե երբ կավարտվի Իսրայել-Միացյալ Նահանգների իրան ռազմական բախումը, Միացյալ Նահանգների նախագահը խոսում է մի քանի շաբաթ տևողությամբ հնարավոր բախումների մասին, այս պայմաններում արդյոք անխուսափելի է էներգետիկ ճգնաժամ աշխարհում, թե այն արդեն կա։ Աշխարհում կլինի մասնակի էներգետիկ ճգնաժամ, նավթը իհարկե ամբողջ կախված է նրանից, նախ պատերազմը 4 շաբաթում չի ավարտվի, Իրանը առնվազն 3-4 ամսվա հրթիռներ ունի։ Ավելին, նա իր հրթիռների քանակով եւ որակով գերազանցում է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միասին վերցրած։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հույսը F-35 ռմբակոծիչներն են, կործանիչները, որոնք այսօր անհասանելի են Իրանի հակաօդային պաշտպանության միջոցների համար։ Պատերազմի սցենարը սա է։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կարող են անverջ ավերել Իրանը, բայց Իրանը մեծ պետություն է, իր տարածքով այն ավելի քան 80 անգամ մեծ է Իսրայելից, հասկացեք։ Եվ ես նույնիսկ զարմացած եմ, չեմ կարողանում պատկերացնել, եթե ցամաքային օպերացիա չկա, իսկ ցամաքային օպերացիա չի լինի 3 միլիոնանոց իրանական բանակի դեմ, ապա ինչպես են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ավարտելու այդ պատերազմը։ Նախագահ Տրամպը ասել է 4 շաբաթվա մասին, հավանաբար 4 շաբաթ հետո, ավելի ճիշտ արդեն 3 շաբաթ հետո ինչ որ հայտարարություն կարվի, թե մեր նպատակներին հասել ենք, եկեք հիմա խաղաղություն կնքենք։ Այդպիսի բան հնարավոր է, բայց ռեալ հաղթել Իրանին 4 շաբաթում հնարավոր չէ։ Իրանին հաղթել հնարավոր չէ, քանի դեռ Իրանը ունի հրթիռներ եւ քանի դեռ ցամաքային զորքերը կանգնած են պինդ։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հույսը ներքին հուզումներն են, եւ ես կարծում եմ հնարավոր է, վստահ չեմ, բայց հնարավոր է, որ եւ նախագահ Տրամպը եւ Բենյամին Նեթանյահուն ճիշտ ինֆորմացիա չունեն, ինչ քաղաքական տրամադրվածություն կա իրանական ժողովրդի մեջ։ Հիմա էներգետիկ ճգնաժամի մասով այս ընթացքում, եթե Եվրոպան աշխարհը շրջանցի որոշակի ձևով ռուսական սանկցիաները եւ Ռուսաստանից սկսի գազ եւ նավթ գնել, ապա ճգնաժամը էական կլինի, բայց տանելի կլինի։ Եթե շարունակեն ընդհակառակը խորացնել, ոնց որ ասենք կանգնեցնում են որոշ եվրոպական երկրներ, հիմնարաբար կոնտեյներները, նավթատարները կանգնեցնում են, ասում են դուք փոխադրում եք իբր ստվերային նավթ, ստվերային գազ, ապա սա գիտեք ինչ է, երբեմն ինձ թվում է, որ Եվրոպան զբաղված է խարակերի անելով։ Դա խարակերի է։ Մենք մեզ կսպանենք, կվերջացնենք այս գազով, նավթով, կզրկենք մեզ այդ ամեն ինչից եւ այլն։
անհասկանալի պահվածք է ինձ համար, անհասկանալի պահվածք է, եւ ես ինձ համար հարց է, արդյոք ասենք ֆրանսիական կառավարությունը հարցնում է իր ժողովրդից, թե ժողովուրդ դու ինչ ես ուզում։ Իսկ ընդհանուր առմամբ վիճակը ավելի ծանր կլինի աշխարհում գազի հետ կապված, քան թե նավթի հետ կապված։ Պարոն Բագրատյան, նշվում է նաև, որ այս պատերազմի երկարաձգման հետևանքներն ամենաշատը զգալու են Չինաստանի եւ Եվրամիության երկրների տնտեսությունները, շահելու է Ռուսաստանը, այս մասով դուք մի փոքր խոսեցիք, բայց կխնդրեի մի փոքր ավելի բացել այս թեման, արդյոք արդեն նկատվել է ռուսական ակտիվների գների աճ։ Այո, նման բան նկատելի է։ Ռուսաստանը զգուշացնում է բոլորին, որ արևմտյան ակտիվները, որոնք Ռուսաստանում են, չեն կարող տնօրինվել արևմտյան ընկերությունների կողմից, նույնիսկ կան ենթակառուցվածքը, որ նրանք ունեին, եւ ենթադրենք ուզում են սկսել Ռուսաստանից գազ ու նավթ առնել, դեռ պետք է ստանան ռուսական պետության թույլտվությունը։ Ռուսաստանը ես համաձայն եմ Եվրոմիության մասով, որ ամեն ինչ նորից ջարդվելու է Եվրոպայի գլխին, խեղճ եվրոպացու գլխին, որը հոգնել է խնայելով, հոգնել է ֆինանսավորելով տարբեր երկրների անհասկանալի պատերազմների մեջ, Չինաստանի մասով համաձայն չեմ։ Նախ Չինաստանը գազի մեծ մասը ստանում է այսպես կոչված Սիլա-Սիբիրի գազամուղով, եւ բացի դա ստանում է հեղուկ գազ ռուսական հեռավոր արևելյան նավահանգիստներից եւ լիարժեքորեն ստանում է նավթ։ Այսինքն եւ Չինաստանը խնդիր չունի, կոմպլեքսներ չունի Ռուսաստանից նավթ գնելու։ Ավելին, ոչ միայն Չինաստանը, հիմա Հնդկաստանը, որը կարծես հրաժարվում է ռուսական նավթից, հայտարարեց, որ իրեն սխալ են հասկացել, որ իրենք կշարունակեն գնել ռուսական նավթը։ Այս դեպքում արդեն ռուսական նավթը դեֆիցիտ կանի, քչություն կանի։ Բնականաբար բարձրանում է այն երկրների դերը, որոնք գազ ու նավթ են արտահանում Ռուսաստանի, որոնք չեն գտնվում այդ պատերազմի խաչմերուկում, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ միջնասիական գազն ու նավթը։ Այդ ակցիաները կբարձրանան, այդ երկրների դերը համաշխարհային քաղաքականության մեջ նույնպես կբարձրանա։ Եվ ի վերջո, պարոն Բագրատյան, Հայաստանի վրա ինչպես կանդրադառնան էներգետիկ շուկայի այս տատանումները։ Եթե Հայաստանի իշխանությունները հերթական նոպան չունենան հակառուսական, էական չի անդրադառնա, բայց ես վստահ եմ, որ հիմա վերևներից բզում են Եվրոպայից, թե վեր կացեք ռուսների դեմ խոսեք։ Եվ Հայաստանի իշխանությունը մենք ինչպես ավելի վաղ ես ասացի, մենք միամսակներ ենք առաջնորդվում։ Մենք ունենք պրոռուսական, միամսյակ, հետո ունենք հակառուսական, միամսյակ, այդպես շարունակվում, հա, եւ անհաշվետու այս իշխանությունները կարող են ընդհանրապես մեզ էլ կոլապսի առաջ կանգնեցնել։ Ես հուսով եմ, որ այս ընթացքում եւ խորհուրդ կտա իշխանություններին ոչինչ չանել, ոչինչ չխոսել։ Այդ դեպքում մենք քիչ թե շատ այս ամեն ինչի տակից դուրս գանք, բայց երբ որ ռուսական նավթի ու գազի նկատմամբ պահանջարկը շատ մեծանա, հնարավոր է, բացառված չէ, որ Ռուսաստանը խնդիրներ ունենա բավարարելու Հայաստանի պահանջները։ Առայժմ այդպիսի խնդիր չունենք։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ նավթի համաշխարհային շուկայում տատանումների վերաբերյալ մենք զրուցում էինք Հայաստանի նախկին վարչապետ տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ։